Այսօր Սյունիքին սպառնացող վտանգը չեզոքացնող հիմնական գործոնը ազատագրված Արցախն է։ Իր սահմանադրորեն ամրագրված 11432 քառակուսի կիլոմետր տարածքով։ Շնորհիվ ազատագրված Արցախի Սյունիքի թիկունքն արևելքից հուսալիորեն պաշտպանված է։ Սակայն հարկավոր է ավելի ու ավելի անառիկ դարձնել Սյունյաց աշխարհի արևմտյան սահմաններն առավել ևս, որ պաշտոնական Բաքուն ձգտում է ավելացնել Նախիջևանում տեղակայված իր զինուժի մարտական հնարավորությունները։ Բնավ պատահական չէ այն, որ բոլորովին վերջերս չէին կարող վրիպել Հայաստանի պաշտպանական գերատեսչության ուշադրությունից։ Թշնամու զավթողական նկարտումներին հակազդել է հարկավոր, եւ ուրեմն կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են։ Գտնում ենք գերիշխող դիրքում եւ ես վստահ եմ պատասխանում եմ ձեր հարցին, որ հակառակորդը ցանկության, միջև անգամ ցանկության դեպքում ոչ մի գործողության կտրուկ եւ առավելապես գերազանցող գործողության չի կատարել։ Այսօր հայոց հայրենիքի այս բեկորը պղծված է։ Տարիներ շարունակ հետևողականորեն ադրբեջանական իշխանությունները վերացրել են Նախիջևանի հայկական դիմագիծը։ Ահա այս սարից այն կողմ պատմական ջուղան է։ Այն նույն ջուղան, որտեղ 2005-ին կործանվեց մի ողջ քաղաքակրթություն։ Այս կադրերին նայելով պարզ է դառնում, թե ինչու է պետք անառիկ սահմանով անջրպետվել անդրկովկասցի թուրքերից։ Այս կադրերը սակայն դաս են հայի այսօրվա եւ վաղվա սերունդերին։ Դաս այն մասին, թե ինչ կլինի մեզ հետ, եթե թուլանանք։ Հենց այս հեռանկարը բացառելու համար էլ հայոց զինուժը օրեր առաջ Սյունյաց լեռների այս վեհաշուկ գագաթներին հենակետեր է տեղադրել։ Այսօր այստեղ հակառակորդը վերահսկելի է։ Ահա եւ ասվածի ապացույցը։ Թշնամու հենակետն է, ահա թե ինչ է նշանակում ունենալ տիրապետող հենակետ։ Ինչպես տեսնում ենք, հակառակորդի հենակետի թիկունքը, հենակետ տանող ճանապարհները, կացարանն ու խրամուղիները գտնվում են մեր նշանառության տակ։ Ակնհայտ է, որ այստեղից թշնամին այլևս նախաձեռնություն հանդես բերել չի կարող եւ ստիպված է լինելու ծպտվել ու չհիշեցնել իր մասին։ Հայոց զինուժը կանգնած է մեր պետական սահմանին, սակայն առավել բարելավված հենակետերում։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստեղծվել են Նախիջևանյան ուղղությամբ ակտիվ պաշտպանության կազմակերպման համար հուսալի նախադրյալներ։ Մենք ոչ թե տիրապետող ենք այս հատվածում, այլ գերիշխող ենք այս տարածքում։ Եվ մենք գերիշխող ենք եւ զենքի տեսանկյունից, եւ աշխարհագրական դիրքի տեսանկյունից, եւ մեր զորքի, մեր ազնագազմի բարոյական ոգու բարձր տեսանկյունից։ Մեր խնդիրը այն է, որպեսզի ամրապնդենք մեր հայրենիքի սահմանները եւ ստեղծենք բարենպաստ պայմաններ հետագա գործողությունների համար մեր ապագա սերունդների։ Կադրում մեր դիրքապահ տղերքն են։ Կարճ ժամանակում նրանք այստեղ, այս լեռներում նոր հենակետեր են դրել։ Հսկայական աշխատանք է կատարվել, ու շատ կարևոր է, որպեսզի մեր դիրքապահներն իրենց գնահատված զգան։ Ու հենց դրա համար նախարար Օհանյանը նրանց կողքին է։ Ակտիվ նախաձեռնողականությունը նախարար Օհանյանի գործելավոճն է։ Պետական սահմանի Նախիջևանյան ուղղությամբ դիրքերի բարելավումը այդ ակտիվ նախաձեռնողականության հերթական դրսևորումն է։ Հակառակորդի ագրեսիվ նկարտումներին հարկավոր է հակադրել զսպող, խաղաղություն պարտադրող ուժ։ Այսօր այդ ուժն այստեղ Սյունյաց լեռներում առկա է։